Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվուն Սրբո ամեն։ Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն է։ Մեծ տոն, տաղավար տոն, տարվա 5 մեծագույն տոներից 4-րդն է սա։ Սուրբ Աստվածածնի վերափոխումը։ Ինչ է այս տոնը։ Այս տոնը Աստվածածնի մեծարումն է։ Այս տոնը Աստվածածնի պանծացումն է, այս տոնը Աստվածածնի փառավորումն է։ 5 տաղավար տոներից 3-ը մեր Տիրոջ տնօրինական խորհուրդներին են վերաբերվում։ Սուրբ Ծնունդը, Սուրբ Հարությունը եւ պայծառակերպությունը Քրիստոսի, ուրեմն կյանքի տնօրինական խորհուրդներին են վերաբերվում։ Երկուսը տոներից մեկը Աստվածածնին է վերաբերվում, այս տոնը եւ հաջորդը, որ մյուս ամիս կլինի, Սուրբ Խաչի պանծացմանն է վերաբերվում։ Ասում է մենք փառավորում ենք, մենք մեծացնում ենք, մենք բարձրացնում ենք Տիրամորը, պատվում ենք Տիրամորը, բայց այդ որտեղից եկավ, որ մենք այդ բաներն ենք անում, մենք չէ որ արեցինք, Աստված արեց, որովհետև երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր հարությունից հետո 40 օր երևալով մարդկանց եւ բոլորին հարության հավատքի մեջ հաստատելուց հետո փառքով համբարձվեց երկինք եւ բազմեց հոր աջ կողմում, Աստվածամայրը սրանից հետո 12 տարի էլ ապրեց այս աշխարհում։ Դժվար էր Տիրամոր կյանքը, բայց Տիրամայրը խոստում ուներ մեր Տիրոջից, երբ Տերը համբարձվում էր, Տիրամայրը երբ աղերսում էր իր որդուն, մեր Տերն ասաց, մնա իմ սիրասուն մայրիկ, ոչ թե հրեշտակ կամ հրեշտակապետ պիտի ուղարկեմ քո ետևից, այլ ես ինքս անձամբ պիտի գամ քո ետևից, երբ որ ժամանակը լրանա, բայց դու հիմա պիտի մնաս իմ մխիթարություն առաքյալների եւ ողջ քրիստոնյա եկեղեցու։ Եվ Տիրամայրն ապրեց ճգնություններով, աղոթքներով, ծոմապահություններով, ծանր էր Տիրամոր կյանքը, պատմությունը մեզ բերում է, թե ինչ տեսակ հալածանքների ենթարկվեց հրեաների կողմից Տիրամայրը, որովհետև Երուսաղեմում է բնակվում, իսկ հրեաները Երուսաղեմում ամեն ինչ անում էին, որպեսզի Քրիստոսի հետ կապված, քրիստոնեության հետ կապված ամեն ինչ ոչնչացնեն, այդ թվում նաև Տիրամորը սպանեն, բայց Աստվածային նախախնամությունը պահեց, պահպանեց, եւ 12 տարի հետո մեր Տիրոջ համբարձումից, երբ Տիրամայրը 60 տարեկան էր, Գաբրիել հրեշտակը հայտնվեց եւ Տիրամորը ավետիս տվեց, Տիրամորը ավետիս, այսինքն ուրախ լուր հայտնեց, որ ահա Սրբուի կույս Մարիամ Աստվածածին հասավ քո ժամանակը, որ այս աշխարհից դուրս գաս եւ միանաս քո սիրելի որդուն։ Ուրախացավ ու ցնծաց Տիրամայրը։ Հավաքվեցին առաքյալները, Սուրբ Հոգու ներշնչանքով հավաքվեցին այն տանը, որտեղ բնակվում էր Սուրբ Տիրամայրը։ Հովանես առաքյալին Տիրամայրը խնդրեց, որ պատարակ մատուցի։ Հովանես առաքյալը պատարակ մատուցեց եւ Սուրբ Աստվածածինը Սուրբ հաղորդություն ստացավ իր ննջումից առաջ, իր այս աշխարհից գնալուց առաջ։ Շատ կարևոր մի ուղերձ կա այստեղ մեզ բոլորից ուղված, շատ կարևոր մի դաս ու խրատ կա այստեղ մեզ բոլորից ուղված, որ Սուրբ հաղորդությունը շատ կարևոր է, նույնիսկ Աստվածած Մայրը, Սուրբ Մարիամ Աստվածածինը, որ Հիսուս Քրիստոսին իր արյունից տվեց, որ իր որովայնում կրեց 9 ամիս, որ իր կուսական կաթով կերակրեց, ինքը չհանդգնեց կամ չհամարձակվեց առանց հաղորդության այս աշխարհից գնալ, այլ վերջին թոշակը ստացավ, Սուրբ հաղորդություն ընդունեց, որպեսզի կատարի Աստծո կամքը, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինչ է ասում, ասում է, ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նրա մեջ կյանք չկա, նա հարություն չի առնի,
երկնքի արքայություն չի մտնի։ Հովանես առաքյալը պատարակ մատուցեց, Տիրամայրը հաղորդվեց, հետո հավաքվեցին մահճի շուրջը, առաքյալները սկսեցին աղոթել եւ հանկարծ հրաշք տեղի ունեցավ։ Ինչ եղավ։ Ասում է բացվեց երկինքը եւ լույս իջավ։ Հիսուս Քրիստոս հրեշտակների, հրեշտակապետերի դասերով եւ զորքերով իջավ եւ ինքը անձամբ Սուրբ Մարիամ Աստվածածնի հոգին առավ եւ տարավ երկինք։ Ուրախացան ու ցնծացին առաքյալները, զարմացան, հիացան եւ փառավորում էին Աստծուն օրհներգություններով եւ սաղմոսներով։ Տիրամայրը ննջեց, իսկ առաքյալները առնելով Տիրամոր մարմինը, ինչպես ինքն էր պատվիրել, տարան Գեթսեմանիի պարտեզը Երուսաղեմում, որտեղ գերեզմանի մեջ դրեցին։ Եվ ինչ էր լինում, ասում է ամբողջ այդ ընթացքում հրեշտակային երգեցողության ձայնն էր լսվում։ 3 օր շարունակ հրեշտակների երգը չէր դադարում Գեթսեմանիի պարտեզից։ 3-րդ օրը միայն դադարեց հրեշտակների երգեցողությունները։ Եվ աստվածային նախախնամությամբ բոլոր առաքյալները ներկա էին Տիրամոր թաղմանը, ննջումին եւ թաղմանը, բացի Բարթողիմեոս առաքյալից, հայոց առաքյալից, Աստված այդպես էր կամեցել, որովհետև Բարթողիմեոսի միջոցով մի բան պիտի հայտնվեր մեզ բոլորիս ողջ քրիստոնյա աշխարհին։ Ինչ պիտի հայտնվեր, երբ Բարթողիմեոսը եկավ ուշացած եւ տեսավ, որ Տիրամայրը ննջել է եւ ինքը ներկա չի եղել, վերջին հրաժեշտը չի տվել, վերջին համբույրը չի տվել Տիրամորը, շատ տխրեց, շատ վստահացավ, ոչ մի կերպ չէր մխիթարվում։ Ի վերջո առաքյալները որոշելով, որ իրենց եղբորը այդ տրտմությունից հանեն, որոշեցին տանեն Տիրամոր գերեզմանը, բացեն գերեզմանը, որ մի քարայր էր, որպեսզի վերջին անգամ գոնե տեսնի Բարթողիմեոսը Տիրամորը, որին հրաժեշտ չէր տվել։ Եվ երբ բացեցին գերեզմանը, բոլորը ապշեցին, զարմացան, որովհետև Սուրբ Կույսի մարմինը գերեզմանում չկար։ Եվ Սուրբ Հոգին իրենց հայտնեց, որ այն օրը, երբ հրեշտակների երգեցողությունը դադարեց, այսինքն 3-րդ օրը թաղումից հետո, Սուրբ Կույսը մարմնով երկինք փոխադրվեց։ Եվ Հոգին միացավ մարմնին եւ հարության վիճակով, այսինքն կենթանի հոգով եւ մարմնով բազմեց իր որդու աջ կողմում Սուրբ Աստվածածինը։ Հիմա հարց ունեմ, մենք ենք մեծարել Աստվածածինին, թե Աստված է մեծարել։ Աստված ինքը եկավ, տարավ, բազմեցրեց իր փառքի աջ կողմում։ Բազմեցրեց, ասում են եկեղեցու հայրերը, բոլոր հրեշտակներից, հրեշտակապետերից, սերովբեներից, քերովբեներից ավելի բարձր։ Տիրամայրը իր պատվով ցածր է միայն ամենասուրբ երրորդությունից, բոլոր սրբերից եւ հրեշտակներից բարձր է։ Ահա ինչ պատվի արժանացրեց Աստված Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին, Տիրամորը։ Ուրեմն մեզ համար Տիրամայրը մայր է եկեղեցու, մայր է տիեզերքի, մայր է բոլոր քրիստոնյաների եւ մեր մեծ բարեխոսն է։ Սա էլ ավետարանով գիտենք, որովհետեւ Տիրամոր խնդրանքները անմերժելի եւ անկասելի են Տիրոջ համար։ Ինչ որ Տիրամայրը խնդրում է, Տերը տալիս է։ Դրա համար մենք միշտ բարեխոս պիտի ունենանք Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Մեր բոլոր աղոթքների մեջ պիտի խնդրենք, որ Աստվածամայրը բարեխոս լինի մեզ համար։ Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման պատմության մեջ մի դրվագ էլ կա, որ ուզում եմ համառոտ ձեզ ասել։ Երբ պիտի ննջեր Աստվածամայրը, առաքյալները ուզեցին գոնե Աստվածամոր պատկերն ունենալ եւ վերցնելով մի տախտակ վրան նկարեցին Տիրամորը, բայց խնդրեցին, որ Տիրամայրն ինքը օրհնի, որպեսզի այդ պատկերի միջոցով աստվածային զորություն եւ շնորհ գործի աշխարհի մեջ,
եւ Տիրամայրը այդ անթառաջելով խնդրանքին առաքյալների պատկերը վերցրեց, հպեց իր դեմքին, աղոթեց, իր արտասուքներով թրջեց եւ խնդրեց, որ այդ պատկերի միջոցով հիվանդությունների բժշկում լինի, ախտաժետների մաքրում լինի, համավարակների տեսակ համաճարակների անցում լինի, դևերի հալածում լինի, մի խոսքով աստվածային օրհնություններ եւ շնորհներ լինեն։ Եվ տվեց առաքյալներին։ Եվ ինչ եղավ, երբ որ Տիրամորը նույնիսկ գերեզմանում Բարթողոմեոսը չտեսավ եւ չմխիթարվեց, առաքյալները որոշեցին Տիրամոր պատկերը նվիրել Բարթողոմեոս առաքյալին, որը ինչ արեց, իր հետ բերեց Հայաստան, խնդրեմ, պատկերը Բարթողոմեոս առաքյալը Տիրամոր պատկերը ձեռքին, որը երբ եկավ Հայաստան, մեր առաքյալը մեզ քարոզելու, Տիրամոր պատկերը իր հետ բերեց Հայաստան, որի միջոցով Հայաստանում բազմաթիվ հրաշքներ եւ սքանչելագործություններ եղան։ Այսօր մենք կատարում ենք Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, Սուրբ Աստվածածնի փառավորման տոնը, Սուրբ Աստվածածնի բարձրացման եւ պանծացման, մեծացման տոնը։ Եվ աղաչենք ու խնդրենք, որ Տիրամայրը միշտ բարեխոս լինի մեզ համար, որ Տիրամոր բարեխոսությունը մեզանից անպակաս լինի, որովհետև Տիրամոր բարեխոսությամբ աշխարհի մեջ եղել են, կան եւ կլինեն բազմաթիվ հրաշքներ։ Եթե սրբերի բարեխոսությամբ հրաշքներ են լինում, ապա առավել եւս Տիրամոր բարեխոսությամբ եւ ամենամեծ հրաշքը Տիրամոր բարեխոսությամբ, որ Աստված մեզ մեղքերի քավության ու թողության արժանացնի, մեզ երկնքի արքայության եւ հավիտենական փրկության արժանացնի։ Ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող բոլորիս հետ լինի։ Ամեն։ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ։